Գոգաթիակի մեջ այն մորեխներն են, որոնք գրոհել են շողակնը, սարից են իջնում։ Լիքը։ Չգիտես ոտքդ ուր դնել, չգիտես հողի տակից ինչ դուրս կգա քայլքիդ հետ միաժամանակ։ Երկրորդ օրն է գյուղն անհանգիստ է, բնակիչները քուն ու դադար չունեն, մորեխներն ամենուր են, ճանապարհին, բոստանում, բակում, տներում, ինչ անել, ինչպես միջատների դեմն առնել, հարցի պատասխանը գյուղացիները չունեն, չեն գտնում, նրանց խոսքով սրանք ոչնչից չեն վախենում, ինչ ասես փորձել են, էլ սոդա, էլ քացախ, էլ բենզին, միակ ճարն ավելն է մնացել, բայց այս կողմից քշում են, մյուս կողմից են գալիս։ Միջատները ոչնչից չեն վախենում, փոխարենը նրանցից հատկապես երեխաներն են վախենում, տեսնում են թե չէ, վազում են, փախչում։ Օրի օր ժամարժում շատ անելու են։ Պատեք վերնել են, այլաց մեզ են նայում։ Հաստամարմին Զախարովները մարդկանց չեն վնասում, իրենց թիրախն ուրիշ է, մշակաբույսերի հետևից են գալիս, շողակնում առաջին անգամ շողացած միջատները։ Մալինա, բան, վերևները արդեն սկսել են պրտել ուտել են։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ հայտնում են տեղյակ են գյուղի անկոչ հյուրերի մասին, բայց կմիջամտեն այն ժամանակ, երբ գյուղատնտեսությանը վնասներ հասցնեն միջատները, հիմա նրանց ցրելու համար միայն թունանյութ կարող են առաջարկել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։